Եկեք բացենք Մարկոսի ավետարանը 14-րդ գլուխ, կներեք 16-րդ վերջին գլուխը, վերջին խոսքերը 15-րդ խոսքը, խոսքից կսկսենք կարդալ Մարկոսի ավետարան։ Սա Հիսուսի վերջին կարծես հանձնարարություններն էր, խոսքերը, պատվերը աշակերտներին երկինք համբարձվելուց առաջ, եւ 15 խոսքից կարդանք, այսպես ասում Հիսուսը. եւ նրանց ասեց. գնացեք բոլոր աշխարհ, ավետարանը քարոզեք ամեն արարածի, ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի, եւ ով որ չհավատաց կդատապարտվի, նրանց էլ որ հավատացին այս նշանները կհետևեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, եւ եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն եւ նրանք կառողջանան։ Հալելույա։ Սա Հիսուսի վերջին հանձնարարականն էր, որ կոչվում է այսպես մեծ հանձնարարական, աստվածաբանական, լեզվով, աստվածաշնչյան լեզվով, խոսքերով ասած, մեծ հանձնարարականն է, որ Տերը տվեց աշակերտներին, բայց իհարկե ոչ միայն 12-ին, այլ բոլոր նրան հավատացողներին։ Սա այն պատվերն է, որ Աստված տվեց այսօր ինձ ու քեզ, ամեն, եթե դու քեզ համարում ես աշակերտ Հիսուսի, այս խոսքը վերաբերվում է նույնպես քեզ, վերաբերվում է ամեն մեկիս։ Եվ մենք բոլորս գիտենք, որ հաճախակի կարևոր բաները մենք մարդկանց ասում ենք երբեմն հրաժեշտի ժամանակ, երբեմն երբ որ ինչ-որ ժամանակով այդ մարդուն չես տեսնելու, կամ տնից դուրս ես գալիս, ինչ-որ մի տեղ գնալու, այն վերջի պահին մի քանի սենց կարևոր պրակտիկ բաներ ես, չէ ասում։ Եվ գիտես, Հիսուսը երկինք գնալուց առաջ վերջին կարծես կարևոր սենց բաները ասեց, փոխանցեց աշակերտներին եւ գնաց հոր մոտ։ Այսօր ուզում եմ խոսամ, սիրելիներ, ավետարանչության մասին, դրա կարևորության մասին, այս մեծ հանձնարարականը կատարելու մասին, որովհետև սա վերաբերվում է ամեն մեկի, սա շատ կարևոր է մեր կյանքերի համար եւ կխոսամ մի քիչ ավելի պրակտիկ ձևով, մենք քիչ հետո կտեսնենք ավելի պրակտիկ ձևով, ինչպես մենք կարանք, ինչպես պետք է ավետարանը քարոզենք։ Հավատում եմ, որ սա օգտակար կլինի, օրհնություն կլինի ամեն մեկիս համար։ Ամեն։ Գիտես, մենք բոլորս գիտենք, որ կարևոր է ավետարանը քարոզել։ Ամեն։ Գիտենք այս մասին։ Ավետարանը կարևոր է քարոզել։ Ինչի համար, որովհետև այն ավետարանը, որը որ մենք ունենք, դա կոչվում է փրկության ավետարան։ Աստծո խոսքը դա անվանում է փրկության ավետարան, այսինքն այդ ավետարանով մենք փրկվել ենք եւ մարդկությունը փրկվում է այդ ավետարանով։ Եվ մենք ունենք այդ ավետարանը այսօր մեզ մոտ ամեն մեկս։ Բայց կան մարդիկ մեր շուրջը, ամեն մեկի շուրջը կան մարդիկ, որոնք որ դեռ չունեն այդ ավետարանը, որոնք չեն լսել կամ լսել են, բայց դեռ չեն ընդունել, չեն կիրառել, չեն լիարժեք հավատք չեն դրել այդ ավետարանի վրա։ Եվ մենք այստեղ գործ ունենք, որպես Աստծո ժողովուրդ, որպես Հիսուսի աշակերտներ, մենք անելիք ունենք երկրի վրա, սիրելիներ։ Ամեն։ Եթե Աստված մեզ գիտես մարդկանց ապաշխարությունից հետո թողնում է դեռ երկրի վրա, իհարկե պատճառներ շատ կան, Աստված ունի իր պատճառները, բայց պատճառներից մեկը ես հավատում եմ սա է, որ ինչի համար է Աստված մարդկանց թողնում երկրի վրա, միանգամից չի տանում երկինք, հափշտակում երկինք, պատճառներից մեկը, որտեվ աշակերտները, մենք, աշակերտները Հիսուսի դրված ենք, կանչված ենք ավետարանը տարածելու։ Այս հանձնարարականը Աստված տվել է ոչ թե հրեշտակներին, ոչ թե երկնավոր ինչ-որ զորքերին, այլ տվել է երկրի վրա եկեղեցուն, տվել է հավատացյալներին։ Ամեն։ Գիտեք ինչի համար հրեշտակներին տրված չի, որտեղ հրեշտակները երբեք կորսված չեն եղել, հետո փրկվել, նրանք այդ փրկության քաղցրությունը չեն ճաշակել։ Միգուցե կարան շատ լավ ձևով
ավետարանը քարոզել, բայց գիտես, ես ու դու ճաշակ, մենք գիտենք ինչ է նշանակում կորսված, մենք գիտենք ինչ է նշանակում մեղքի կապանքներում լինել, մենք գիտենք ինչ է նշանակում խավարի մեջ լինել, մենք գիտենք ինչ է նշանակում սատանայի ազդեցության տակ լինել, եւ մենք գիտենք ինչ է նշանակում այդ խավարից լույսը տեղափոխվել, մենք գիտենք ինչ է Աստծո քաղցրությունը ճաշակելը, ամեն։ Եվ դրա համար այն ինչ որ դու վերապրել ես ու ճաշակել ես, դու կարաս ավելի լավ ձևով փոխանցես քո կողքը, քո շուրջը գտնվող մարդկանց։ Ինչի համար է կարևոր ավետարանը քարոզել, որովհետև Հիսուսը միակ ճանապարհն է։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է երկրի վրա չկա ուրիշ անուն մարդկանց տրված, որով կարելի է փրկվել։ Չկա սիրելներ, ուրիշ անուն երկրի վրա գոյություն չունի, այո, կրոնները շատ են, ինչ որ կրոնավոր առաջնորդներ են շատ եղել, բայց միակ անունը, որով որ մարդիկ կարող են փրկվել, դա Հիսուսի անունն է, այն անունը, որ խոնարհվեց մինչև խաչիմա, բայց որին Աստված բարձրացրեց ամեն անունից վեր, որի առջև որ կրկնում են բոլոր ծունկերը երկնքում, երկրի վրա եւ դիվային աշխարհում։ Միակ անունն է, որով որ մարդիկ կարող են փրկվել։ Միակ ճանապարհը։ Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Հալելույա։ Ամեն։ Եվ գիտես, մարդկությունը կարիք ունի իմանալու, հասկանալու, ճանաչելու, ոչ միայն քրիստոնյաները, սիրելիներ, մուսուլմանները նույնպես կարիք ունեն իմանալու, որ Մուհամեդը չի ճանապարհը, Հիսուսն է ճանապարհը, Հիսուսն է փրկությունը։ Ամեն։ Եվ նույնպես կարևոր է քարոզել ավետարանը, որովհետև ավետարանը այսօր պատասխանն է մարդկանց շատ խնդիրների։ Մենք գիտենք այսօր մարդկությունը, աշխարհը, հասարակությունը ինչ վիճակի մեջ է գտնվում։ Հա? Մարդիկ գտնվում են տարբեր կարգավիճակների մեջ, սիրելիներ։ Մարդիկ գտնվում են խավարի իշխանության տակ։ Եվ գիտես, ավետարանը միակ պատասխանն է մարդկանց խնդիրների։ Մարդիկ գտնվում են անհուսության մեջ, տխրության մեջ, ատելության մեջ, չարության մեջ, կապանքների մեջ, կախվածությունների մեջ, դեպրեսիաների մեջ եւ սենց կարող ենք թվարկել ու թվարկել։ Եվ մենք գիտենք, որ պատասխանը այսօր մարդկության դա ավետարանն է։ Միակ պատասխանը, որ կարա լուծի մարդկության խնդիրները, տարբեր կարիքները, գիտես, չկա մի կարիք մարդու կյանքի մեջ, որ ավետարանը չկարողանա պատասխան լինել այդ կարիքին։ Չկա այդպես բան, սիրելիներ։ Ավետարանը լուծում է մարդու բոլոր կարիքները, հոգևոր, շնչավոր, մարմնավոր, բոլոր կարիքները պատասխանվում են ավետարանի միջոցով։ Դրա համար կարևոր է իմ ու քո համար քարոզել ավետարանը։ Եվ ես ուզում եմ մենք 3 կետ այսօր տեսնենք, ինչ կերպով մենք կարող ենք քարոզել ավետարանը։ 3 պրակտիկ բաներ ենք տեսնելու, որպեսզի իմ ու քո համար ավելի պարզ լինի, ավելի հեշտ լինի, ոնց մենք կարանք ավետարանը, որ մենք ունենք մեր կյանքերի մեջ, մեր սրտերի մեջ փոխանցել մեր կողքը գտնվող մարդկանց, սիրելիներ։ Ամեն։ Առաջին բանը, որ մենք ուզում եմ տեսնենք, ավետարանը քարոզել ապրելակերպով։ Գիտես, տարբեր քարոզչության ձևեր կան, մենք այդ 3 ձև կտեսնենք, բայց այդ 3-ից մեկը, առաջինը, որից որ ուզում եմ սկսենք, ավետարանը քարոզել ապրելակերպով։ Գիտես, կա խոսքի քարոզչությունը, բայց կա ապրելակերպի քարոզչությունը։ Եվ ես քեզ ուզում եմ ասեմ, հաճախակի ապրելակերպով քարոզչությունը շատ ավելի ուժեղ է, շատ ավելի ազդեցիկ է, քան խոսքով քարոզչությունը։ Ամեն։ Եկեղեցու հայրերից մեկը այսպիսի խոսք ունի եւ ասում էր, ես միշտ քարոզում եմ ավետարանը եւ մեկ էլ խոսքեր եմ օգտագործում դրա համար։ Ես ամեն ժամանակ եմ քարոզում ավետարանը, բայց երբեմն եմ խոսքերը օգտագործում։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, որ մենք բաց նամակներ ենք, որ մեր կյանքերի վրա մարդիկ կարող են կարդալ ավետարանը։ Ամեն։
Ես ու դու բաց նամակ ենք եւ մեր ապրելակերպը նայելով, մեր կյանքին նայելով, սիրելիներ, շատերը կարող են կարդալ եւ իրականում պետք է կարդան։ Իհարկե կա ժամանակ, որ դու պետք է քարոզես խոսքով, դրան կգանք, կհասնենք, բայց հատկապես այն ժամանակ, երբ որ դու մարդուն տեսնում ես ու գիտես, որ օրինակ էլ չես տեսնելու կամ շատ հազվադեպ ես այդ մարդուն տեսնում, բայց գիտես, շատ ավելի մեծ կարիք կա ավետարանը քարոզելու ապրելակերպով, որտեղ մենք շփվում ենք ամենօրյա հաճախականությամբ կամ մոտավորապես ամենօրյա մենք շփվում ենք տարբեր մարդկանց հետ, ովքեր որ տեսնում են մեր կյանքը։ Ամեն։ Եվ դրա համար գիտես կարևոր է, որ իմ ու քո կյանքը Կորինթացիս թղթում Պողոսն ասում է մենք Քրիստոսի անուշ հոտն ենք, փրկվածների մեջ եւ կորածների մեջ։ Մենք Քրիստոսի անուշ հոտն ենք, փրկվածների եւ կորածների մեջ։ Եկեղեցու մեջ եւ եկեղեցուց դուրս։ Ինձանից ու քեզանից սիրելիներ պետքա Քրիստոսի անուշահոտությունը կա։ Եվ սա հենց ապրելակերպի մասին է խոսքը գնում։ Գիտես հաճախակի դրսի մարդիկ են սենց ամենահաճախ, ամենատարածված բաներից մեկը, որ ասում են արդարացնելու կարծես իրանց չապաշխարելը եկեղեցի չգալը, սա են, հա, մեջբերում, որ ասում են, գիտես, այս մարդը գալիս է, գիտենք, գալիս է եկեղեցի, բայց առօրյայի մեջ կամ դրսում ինքը ուրիշ ձև է, մենք իրան տեսնում ենք ուրիշ ձև, ինքը այդքան էլ հավատացյալի կերպար չունի, ապրելակերպ չունի, կյանք չունի, լսել եք նման բան, բոլորս լսել ենք, չէ՞։ Այո, երբեմն դա լինում է չափազանցված, երբեմն դա լինում է հնարված, երբեմն դա այսպես ուրճացված է լինում այդ ամեն ինչը կամ սուտ է լինում այդ ամեն ինչը, բայց ցավոք սրտի երբեմն էլ ճշմարտություն կա դրա մեջ։ Գիտես, ես ու դու կանչված ենք մեր ապրելակերպով քարոզել ավետարանը։ Ես ու դու կանչված ենք նույնը լինել դրսում, ինչպես որ եկեղեցում ենք։ Նույնը լինել մեր առօրյայում, ինչպես որ եկեղեցում ենք։ Նույնը լինել մեր ընտանիքների մեջ, ինչպես որ եկեղեցում ենք։ Նույնը լինել մեր աշխատանքի վայրում, ինչպես որ եկեղեցում ենք։ Նույնը լինել մեր տարբեր փոխհարաբերությունների մեջ, ինչպես որ եկեղեցում ենք։ Ամեն։ Ես ու դու սիրելիներ մեկ ինքնություն ունենք, եւ դա Քրիստոսի ինքնությունն է։ Ես ու դու Քրիստոսից ստացել ենք նրա ինքնությունը։ Հները անցան, ամեն բան նոր է, Քրիստոսով նոր արարած ենք։ Ես չեմ խոսում, որ մենք թերություններ չպետք է, բոլորս ունենք սկսած ինձանից սիրելիներ։ Բոլորս ունենք թերություններ։ Խոսքը սրա մասին չի եւ մենք բոլորս էլ գնում ենք նմանվելով Քրիստոսի պատկերին։ Մենք բոլորս քայլում ենք այդ ուղղությամբ։ Խոսքը անթերի լինելու մասին չի, բայց կա կարևոր հիմքային բաներ, որ մենք պետք է նույնը լինենք։ Ամեն։ Հալելույա։ Մեր վարքի մեջ պետք է Քրիստոսի անուշահոտությունը լինի։ Մեր բառապաշարի մեջ պետք է Քրիստոսի անուշահոտությունը լինի։ Ամեն։ Կարանք մեր բառապաշարով քարոզենք, հա։ Մենք ունենք ինչ-որ մի հատ բառապաշար եկեղեցու համար, ամեն, ալելույա, փառք Տիրոջը, եւ հետո դրսում մի հատ ուրիշ բառապաշար։ Հենց որ աշխարհիկ մարդկանց հետ ես բառապաշարդ մի անգամից ես կնոպկեն սխվում ես, փոխվում է։ Միգուցե մանրունքներ ա թվում սիրելներ, բայց ամեն բանի մեջ ես ու դու կանչված ենք քարոզելու արքայությունը, ավետարանը, Տիրոջը։ Ամեն։ Ուզում եմ մի ուրիշ բան ասեմ, այսօր աշխարհը, երբ որ ասում ենք ներսը, դուրսը, ներսը եկեղեցին, դուրսը աշխարհը, այսօր այդ դուրսը նաև սոցցանցերն է, որովհետև մարդկությունը բնակվում այսօր սոցցանցերի մեջ, համաձայն եք։ Այսօր մարդիկ ավելի շատ, կարծես, ավելի շատ մարդկանց իրականությունը դարձել է սոցցանցերը, քան թե ռեալ փոխհարաբերությունները, կենթանի շփումը, փոխհարաբերությունը։ Կարանք մենք նույնպես
Եվ պետք է ուզում եմ ասեմ, որ մենք նույնը լինենք եկեղեցում եւ սոցցանցերում։ Կարևոր է թե չէ։ Արդյոք մեր սոցցանցերում մենք դրսևորում ենք Քրիստոսի ավետարանը։ Արդյոք մենք դրսևորում ենք Քրիստոսի կերպարանքը մեր սոցցանցերում, մեր էջերում։ Գիտես, կարևոր է սիրելիներ, որովհետև ես ուզում եմ ասեմ, այսօրվա մեր դարում սոցցանցերը ավելի լայն այսպես միջոց է ցույց տալու դրսիններին քո կյանքը, քան իրական շփումը։ Միգուցե դու օրվա մեջ մի քանի հոգու իրական այսպես հանդիպես, շփվես, քո կյանքը տեսնեն, բայց սոցցանցերի մեջ ամեն օր հարյուրավոր կամ հազարավոր քո ծանոթները, բարեկամները, չգիտեմ, տարբեր մարդիկ տեսնում են քո կյանքը։ Ամեն, եւ սա մի հատ ուժեղ գործիք է եւ նաեւ պատասխանատու մի տեղ է ամեն մեկիս համար սոցցանցերում արտացոլել Քրիստոսի լույսը, ցույց տալ Քրիստոսին։ Ամեն, ասում ենք ամեն։ Հալելույա։ Գնանք առաջ։ Ավետարանել ապրելակերպով նույնպես կարևոր է ապրելակերպի մեջ մեր բարի գործերը, սիրելիներ։ Շատ կարևոր է ավետարանի մեջ ցույց տալ կամ ավետարանը ցույց տալ մեր բարի գործերով։ Մատթեոս 5:16-ում Հիսուսն ասում է. ձեր բարի գործերը կտեսնեն եւ կփառավորեն Հորը, որ երկնքում է։ Ապրելակերպը, այո, մեր վարքը, մեր խոսելաձևը, մեր տարբեր հոգևոր սկզբունքները պահելը, սա շատ կարևոր է, բայց նույնպես մեր գործեր, այսինքն մեր սերը ցույց տալ մարդկանց գործերով նույնպես։ Մեր հոգատարությունը, հետաքրքրվածությունը ցույց տալ մարդկանց մեր գործերով նույնպես։ Սա էլ է կարևոր։ Թեսաղոնիկեցիս թղթում Պողոս առաքյալը գրում է այնտեղի եկեղեցուն եւ գիտես մի զորավոր խոսք կա, որ տարիներ առաջ էր շատ ուժեղ կպավ իմ սրտին։ Այնտեղ Պողոսն ասում է մենք ցանկացանք, ասում է ոչ թե միայն ավետարանը տալ ձեզ, այլ մեր անձերն էլ, որովհետև ասում է շատ սեր ունեցանք դեպի ձեզ։ Ոչ թե միայն ավետարանը տալ ձեզ, այլ մեր անձերն էլ։ Գիտեք, որ ավետարանը գին է պահանջում նույնպես։ Մենք ստացանք ավետարանը, սիրելիներ, որովհետև նախ եւ առաջ Հիսուսը գին վճարեց։ Այդպես է թե չէ։ Մենք ասում ենք, որ փրկությունը շնորհքով, այո, մեզ համար շնորհք է, մեզ համար ձրի պարգև է, բայց Հիսուսի համար իր կյանքն է արժեցել այդ ամենը։ Հիսուսը կյանքն է դրել, բարձրացրել խաչը, որ իմ ու քո համար դա ձրի լինի։ Այսինքն գին կա վճարված ավետարանի համար, փրկության համար։ Եվ մեզ էլ, որ ավետարանը հասել է ինչ-որ մի օր ամեն մեկիս, գիտես ինչ-որ մեկը գին է վճարել, ինչ-որ մեկը իր ժամանակն է միգուցե տրամադրե, ինչ-որ մեկը իր վախերն է միգուցե հաղթահարե, իր ամոթն է հաղթահարե, ինչ-որ մեկը միգուցե իր ֆինանսներն է տրամադրե, միգուցե չգիտեմ, տարբեր բաներ են արել, գին են վճարել, որպիսի ավետարանը ամեն մեկիս տարբեր ձևերով հասել է։ Ամեն, բայց ինչ-որ մեկը գին է վճարել, միգուցե ինչ-որ մեկը շատ համբերատար է եղել քո հանդեպ, որտև ամիսներով քեզ քարոզել է, բայց տեղ չի հասե։ Եվ գիտես ինքը համբերատարությամբ գին է վճարել։ Ինքը իր եսը հպարտությունը կոտրելով գին է վճարել, որ քեզ Քրիստոսի սերը ցույց տա, որպիսի ի վերջո մի օր դու ապաշխարես ու այդ ավետարանը ընդունես։ Այսինքն մեզ համար կա վճարված գին, եւ գիտես մենք էլ մեր հերթին հիմա երբ որ ավետարանը քարոզում ենք, մենք էլ ենք կանչված ինչ որ գին վճարելու ուրիշների համար։ Ամեն։ Ավետարանը այդքան էժան չի, սիրելիս։ Դրա համար Պողոսն ասում է մենք ոչ թե միայն ավետարանը տվեցինք ձեզ։ Երբեմն մեզ թվում է այնքան սենց հեշտ սենց կարանք էլի մի երկու խոսք Աստվածաշնչից ասես ու քեզ լավ զգաս ասես այսօր սենց ինչ որ կրոնավոր բանով, հա, իմ պարտականությունը կատարեցի, ինչ որ մեկին ավետարանը քարոզեցի։ Ավելի բարձր է, սիրելիս, ավետարանի արժեքը,
քան ուղակի միայն քարոզելը, որտեվ երբեմն երբ որ դու քարոզում ես ավետարանը, նաև հարկ է լինում քո սերը, քո ջանքը, քո կյանքից ինչ որ մասնիկ դնես ավետարանի համար, այդ մարդու կյանքի համար, քո գործերով ցույց տաս ավետարանի ճշմարտությունը այդ մարդուն։ Ամեն։ Եթե ինչ որ մի կարիք ունի, փորձես նրա կարիքին պատասխանես քո բարի գործով, քո ուշադրությունով, քո սիրով, քո հետաքրքրված լինելով այդ մարդով, ամեն։ Գիտես մի այսպիսի ասացված կա, ասում է, որ սոված փորը ականջ չունի։ Այո, երբեմն մենք մտածում ենք, որ ավետարանը քարոզեցինք բավական է, բայց երբեմն մարդիկ ունեն կարիքներ սիրելներ, եւ սոված փորը միայն կերակրի մասին չի խոսքը։ Մարդիկ ունեն կարիքներ, փորձի ինչ որ ձևով այդ մարդու կարիքը պատասխան լինես այդ մարդու կարիքին, ոչ թե միայն խոսքը տաս, փորձի ինչ որ քո բարի գործով սիրելիս կողքը լինես։ Միգուցե կոտրված է, միգուցե քաջալերության կարիք ունի, փորձի քո ժամանակից տրամադրես իրա կողքը լինելու, իրան քաջալերելու, իրան բարձրացնելու, միգուցե անհույս է, իրան հույս տալու։ Տարբեր կարա, միգուցե եւ նյութական կարիք ունի, փորձի այդ նյութական կարիքը մարդու բավարարես քո կարողության, քո հնարավորության չափով, բայց գիտես, այո, ավետարանը գին է պահանջում։ Քո քարոզված ավետարանը կշիռ ունի այն ժամանակ, երբ որ քո սիրտը կարողանում ես դնես, նույնպես քո անձը կարողանում ես դնես քո քարոզչության մեջ։ Ամեն։ Համաձայն ենք, բարի գործերով Հիսուսն ասում է։ Ձեր բարի գործերը կտեսնեն եւ կփառավորեն Հորը, որ երկնքում է։ Հալելույա։ Գիտեք, սիրելիներ, այն ինչ որ այսօրվա իմ խոսքը առաջին հերթին ես ինքս ինձ եմ քարոզում։ Ես ինքս ունեմ աճելու տեղ, ես ինքս աղոթում եմ, որպեսզի ավելի ջերմեռանդ լինեմ ավետարանը քարոզելու համար։ Ես ինքս աղոթում եմ, որպեսզի ավելի շատ առիթներ ունենամ։ Ես ինքս աղոթում եմ, որպեսզի իմ կյանքը նույնպես ավելի շատ կարողանա քարոզի ավետարանը։ Այսօրվա քարոզը իհարկե ոչ միայն այսօրվա, բայց հատկապես ես ինքս սրա մեջ բավարարված չեմ իմ ավետարանը քարոզչության թե որակով, թե քանակով։ Այսինքն ինքս էլ ուզում եմ աճեմ։ Բայց գիտես, գործերով քարոզելուն անդրադառնալով ուզում եմ ասեմ, քանի որ երկար տարիներ է վերանորոգման, այդ ֆիրման, որ ես ունեմ, գիտեք, շատ անգամներ սիրելներ, եղել են շատ դեպքեր, որտև ամեն միջոց փորձում եմ օգտագործել ավետարանը քարոզելու համար։ Շատ միջոցի որպես վկայության համար եմ ուզում ասեմ։ Շատ անգամներ եղել են իրավիճակներ, որ ես աշխատողի կարիք չեմ ունեցել, բայց դիտմամբ վերցրել եմ ինչ-որ մեկին, որովհետև ինքն է կարիք ունեցել, որպեսզի դրանով լույս լինեմ իրան։ Կամ դիտմամբ վերցրել եմ գործի ինչ-որ մեկին, որպեսզի ուղղակի շփվեմ ու ավետարանը քարոզեմ իրան։ Ես գումար եմ կորցրել դրա մեջ, որտեվ կարիք չեմ ունեցել աշխատողի։ Բայց ես արել եմ այդ քայլը, եւ գիտես, շատ տասնյակ մարդիկ, մի քանի տասնյակ մարդիկ այս տարիների ընթացքում այդ միջոցը օգտագործել եմ ավետարանը քարոզելու, մարդկանց համար աղոթելու եւ մարդկանց սրտերին կպել է, բացվել են, եւ գիտես, դրա պտուղները նույնպես տեսել եմ։ Ամեն միջոց օգտագործի սիրելիս։ Այո, ինչ որ մի բանի մեջ էլ գին վճարի, ինչ որ մի բան էլ կտրի քեզանից, բայց ավետարանը հասցրու, որտեվ մի հոգի կարող ես փրկել։ Եվ այդ հոգու արժեքը շատ թանկ է Աստծո մոտ։ Ամեն։ Առակաց գիրքը ասում է, ոչ մի բան մի խնայի դեպի մահվան գնացողներից, ոչ մի բան մի խնայի։ Առակաց 24 գլխում է կարծեմ։ Այո, սիրելիս, ես ու դու ոչ մի բան պիտի չխնայենք, որտեղ մարդկային հոգին ամենաթանկ բանն է, որ Աստված ունի։
Եվ Աստծո խոսքը Եսայա մարգարեն ասում է. «Խնդրիր ինձանից, եւ ես քեզ կտամ խավարում պահված գանձերը»։ Այո, դրանք մարդկային հոգիներն են, որոնք գանձեր են, որոնց համար Հիսուսը գին է վճարել, որոնք խավարում են։ Խնդրի ինձանից եւ ես քեզ կտամ։ Այո, խնդրի եւ Աստված քեզ առիթներ կտա, միջոցներ կտա, հնարավորություններ կտա այդ խավարում եղած գանձերին փրկելու խավարից եւ բերելու Տիրոջ լույսի մեջ։ Ամեն, հալելույա։ Եկեք գնանք առաջ երկրորդ բանը, միջոցը, որով որ մենք ավետարանը պետքա քարոզենք, կարող ենք քարոզել, դա խոսքն է, ինչի մասին որ ասեցի քիչ առաջ։ Ավետարանը նույնպես մենք կարող ենք եւ պետքա քարոզել խոսքով։ Եկեք Հռոմեացիս թուղթը կարդանք, առաջին գլուխ 11-րդ խոսքը։ Պողոսն էսպես ասում, որովհետև չէ, 11-ը չի։ Բա որն էր, 18-ը երևի։ Հա, չէ, 18-ն էլ չի։ Բա որտեղ էր։ Լավ, սենց ասեմ։ Հռոմեացիս առաջին գլխումա, հետո ընթացքում կգտնեմ տեղը, բայց Պողոսը այսպիսի մի բան ասում։ Ասում է ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողին։ 16-ն է։ Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողին, հալելույա։ Եվ մի ուրիշ տեղ, նորից Հռոմեացիս թղթից եկեք կարդանք 10-րդ խոսքը, 10-րդ գլուխ, Հռոմեացիս 10-րդ գլուխ, 14 խոսքը եկեք կարդանք։ Արդ ինչպես կանչեն, որին չհավատացին, եւ ինչպես հավատան, որից չլսեցին, եւ ինչպես լսեն առանց քարոզողի, եւ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, ինչպես գրված է, որպես գեղեցիկ են նրանց ոտքերը, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալիս։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես, երկու կարևոր տեղ։ Առաջին տեղը Պողոսն ասում է ավետարանը ամոթ չեմ համարում քարոզել, որտեվ այն Աստծո զորությունն է ամեն հավատացողին փրկելու համար, եւ երկրորդ տեղը այս 14-րդ գլուխը նույնպես շատ զորավոր է, 10-րդ գլուխը, որտեղ ասում է, որ ինչպես կանչեն, ասում է, եթե չհավատացին, ինչպես հավատան, եթե չլսեցին, ինչպես լսեն, եթե չքարոզվեց նրանց։ Ես հիշում եմ նոր ապաշխարել էի, մոտավոր երևի մի տարի էր, որ ապաշխարել էի, ես երազիս մեջ տեսա մի անձնավորություն, այսպես նստած էր, Աստվածաշունչը լավ չգիտեի այդ ժամանակ դեռ, եւ մի անձնավորություն նստած տեղից կանգնեց եւ ասեց ինչպես մարդիկ կհավատան, եթե քարոզողներ չլինեն։ Նստեց տեղը, նորից երկրորդ անգամ կանգնեց եւ նորից նույն խոսքը, ասեց ինչպես կհավատան մարդիկ, եթե քարոզողներ չլինեն։ Եվ գիտես, երբ որ արթնացա, գտա այդ խոսքերը Հռոմեացիս թղթում, որ նոր մենք կարդացինք։ Այո, սիրելիներ, ավետարանը նույնպես երկրորդ կետը, որ հիմա խոսում ենք, սա է, որ քարոզենք ավետարանը նույնպես խոսքով։ Շատ կարևոր է, որպեսզի խոսքով քարոզվի, որովհետև հավատքը գալիս է լսելուց, եւ երբ որ դու քարոզում ես, մարդը լսում է, իր սիրտը բացում է եւ գիտես, ընդունում է ավետարանի բարի լուրը եւ իր սիրտը հանձնում է տալիս է Տիրոջը եւ վերստին ծնունդ ապաշխարություն է տեղի ունենում տվյալ մարդու կյանքի մեջ, փրկությունն է Տիրոջ գալիս այդ մարդու կյանքի մեջ։ Ամեն, կարևոր է, որ նույնպես խոսքով քարոզվի ավետարանը։ Առաջին բանը Պողոսն ասում է, ես ամոթ չեմ համարում։ Գիտես, կարևոր է, որ ես ու դու ավետարանից չամաչենք, սիրելիներ։ Շատ կարևոր է, որ ես ու դու ավետարանից չամաչենք, Տիրոջ անունից չամաչենք։
մեր ինքնությունից չամաչենք, դու ընդունել ես Քրիստոսին, դա քո ինքնությունն է, մի ամաչի ոչ մի տեղ Տիրոջ ինքնությունից, որ քո ինքնությունն է դա, մի ամաչի ոչ մի տեղ Հիսուսի անունից, ամեն, մի ամաչի Քրիստոսի ավետարանից ոչ մի տեղ, քարոզի ավետարանը, խոսա ավետարանի մասին, եթե կհարցնեն համարձակ ասա դու ով ես և ինչին ես հավատում, որտև ինչին որ դու հավատում ես դրա մեջ զորություն կա, այսօր մարդկությունը, գիտես, ամեն մի սխալ, պիղծ և անօրեն բաներին հավատում են և պարծանքով ներկայացնում են, իսկ ես ու դու կանչված ենք պարծանքով ներկայացնել այն բարի լուրը, այն ավետարանը, որին որ մենք հավատում ենք, ամեն, որովհետև այդ ավետարանը փրկում է, բժշկում է, մաքրում է, սրբացնում է, արդարացնում է, բարձրացնում է, նորոգում է և վերականգնում է մարդու կյանքը, դրա համար ես ու դու համարձակ սիրելիս պետք է, այո, պարծենանք այդ ավետարանով, որը կրում ենք մեր մեջ, պարծենանք Տիրոջ անունով, որը կրում ենք մեր սրտերում, ամեն, հիշիր, որ ավետարանը Աստծո զորությունն է, և ես դարաշրջանի մեջ, որտեղ որ բոլոր արժեքները ընկած են, բարոյական արժեքները ընկած են, առավել ևս կարիք ունենք ավետարանը պարծենալու ավետարանով։ Երկրորդ բանը, գիտես նույնպես կարևոր է, սրան էլ ուզում եմ անդրադառնամ, ավետարանը խոսքով քարոզելու մեջ կարևոր է նույնպես մատուցման ձևը, մի քանի բաներ ուզում եմ ասեմ մատուցման ձևի համար։ Երբեմն, երբ որ մարդկանց քարոզում ենք ավետարանը խոսքով, լինում է իրավիճակներ, որ սենց ինչ գիտենք այդ պահին Աստվածաշնչից փորձում ենք ասել այդ մարդուն։ Սիրելիներ, այդքան էլ լավ տարբերակ չի, այդքան էլ գործող տարբերակ չի, այդքան էլ ճիշտ տարբերակ չի, ամեն, սենց պետք չի ինչ գիտես Աստվածաշնչից, փորձես ասես, սենց լցնես այդ մարդու ուղեղի մեջ, կամ տպավորություն փորձես ստեղծել, որ դու բանիմաց մեկն ես, սենց լիքը բաներ գիտես, ոչ սիրելիս, ավետարանը շատ պարզ է, բուն ավետարանը ինքը շատ պարզ է և շատ հասարակ է, ամեն, խոսա Հիսուսի մասին, խոսա Աստծո սիրո մասին, խոսա բարի լուրը, խոսա ինչ է արել Հիսուսը իր համար, լիքը լավ բաներ կա խոսալու, և պարտադիր չի, որ ինչ գիտես այդ պահին ասես, շատ բան կարող ես իմանալ, խոսա ենքան, որ այդ մարդը ի վիճակի լինի տանելու, վերցնելու, լսելու, տուր ենքան կերակուր, որ այդ մարդու մտքին, այդ մարդու սրտին հասանելի լինի, ամեն, մի գնա հայտնության են խորքերը, չգիտեմ, ղևտացիս թղթերից ինչ-որ օրինակներ բեր, գրքերից, խոսա ավետարանը սիրելիս, սա շատ կա, որտև երբեմն մտածում ենք ավետարան ենք քարոզում, բայց իրականում ավետարան չենք քարոզում, ինչ-որ չգիտեմ ինչ ենք քարոզում, ամեն դեպքում ավետարան չենք քարոզում, շատ հասարակ է ավետարանը, ամեն, Պողոսը Կորինթացիս թղթում 3-4 խոսքով նկարագրում է ավետարանը, ասում այն ավետարանը, որի մեջ որ դուք կանգնած եք, որով էլ փրկվում եք, որ այն ավետարանը ասում է, որ ես ձեզ քարոզեցի, որ ասում է Քրիստոսը եկավ, մեռավ մեր մեղքերի համար, հարություն առավ մեզ արդարացնելու համար, և այսպես մի քանի խոսքով շատ պարզ ներկայացնում է ավետարանը։ Մյուս կարևոր բանը, որ սա որպես խորհուրդներ եմ ասում, սիրելիս, որ քեզ, որ բանալիներ է, որ դու հաջողվես ավետարանչության մեջ։ Կարևոր բաներից մեկը, որ երբ որ խոսում ես մարդու հետ, չխոսաս սենց բարձր դիրքից, որ իբր դու արդեն սենց երրորդ երկնքի բնակիչ ես, իսկ դիմացինը դժոխքի պասաժիր է, ու սենց բարձր դիրքից, սենց գիտես, Աստծո ընտրյալ սուրբ զավակն ես և դու մի հատ սենց ընկած մեղավորի հետ խոսում ես։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ Հիսուսը իրան հավասարացնում էր տարբեր մարդկանց
մակարդակին, որպիսի բարի լուրը փոխանցեր։ Ամեն։ Պողոսն ինքը ասում է, ես հույնի հետ հույն եմ, հրյայի հետ հրյա եմ, եւ ասում է տարբեր մարդկանց հարմարվում եմ, որպիսի Քրիստոսի համար շահեմ նրանց։ Ամեն։ Պետք չի բարձր դիրքից խոսալ մարդկանց հետ։ Շատ լավ է, որ դու փրկված ես, որ դու օծված ես, որ դու ճանաչում ես Սուրբ Գիրքը, որ դու Սուրբ Հոգին խոսում է քո հետ, այդ ամեն ինչը հրաշալի է, սիրելիս։ Բայց արի փորձենք խոնարհությամբ քարոզենք ավետարանը։ Ամեն։ Եվ քարոզելու մեջ մի ուրիշ կարևոր բան սա է, որ ավետարան, ավետիք նշանակում է մեր ավոն չէ։ Նշանակում է բարի լուր։ Հա, ավետարան, ավետիք նշանակում է բարի լուր, լավ լուր, ուրախ լուր, ինչ որ մեկին լավ բան ես ասում։ Ավետարանը, սիրելիս, լավ լուր է։ Հիսուսն ասեց գնացեք, այդ լավ լուրը քարոզեք բոլոր ազգերին։ Ամեն, ավետարանչության մեջ մենք չպետք է շեշտը դնենք Աստծո բարկության վրա, Աստծո դատաստանի վրա, դժոխքի վրա, գեհենի, չգիտեմ, լճի, կրակի եւ այդ նման բաների վրա։ Մենք ավետարանի մեջ շեշտը դնում ենք Աստծո սիրո վրա։ Ամեն, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդուն քո համար տվեց, այնքան քեզ սիրեց, որ իր որդուն տվեց։ Մենք ներկայացնում ենք Աստծո սերը, Աստծո անսահման սերը, Աստծո ագապե սերը, ամեն, ինչպես որ Հիսուսը անում էր։ Ավետարան քարոզելը բարի լուր փոխանցելն է։ Տեղից այս աշխարհի մեջ, սիրելիներ, այնքան դաժանություն կա, այնքան անհուսություն կա, այնքան տխրություն կա, այնքան կոտրված սրտեր կան, եւ գումարած դրան, երբ որ մենք գալիս ենք մարդկանց եւ ներկայացնում ենք մարդկանց այսպես բարկացող, դաժան, խիստ Աստծո, դատաստաններ անող Աստծո, գիտես, մարդիկ կասեն, խնդրում եմ էլի, քո ցավն էլ տանեմ, բայց այտենց Աստված ինձի պետք չի։ Հա, ավետարանը հույսի խոսք է, սիրելիս, կյանքի խոսք է, կյանք տվող խոսք է, բարձրացնող խոսք է, կոտրված սրտերը նորոգող խոսք է։ Եվ ինչ ենք անում ավետարանով, մենք ցույց ենք տալիս մարդուն այն նոր ժառանգությունը, որ ինքը Քրիստոսով ունի։ Մենք խոսում ենք այն նոր ժառանգությունը, որ ինքը կարա ունենա Քրիստոսով, որ Քրիստոսին ընդունելով, այո, իր մեղքերը կարող են ներված լինել։ Այո, ինքը կարա փրկությունը հավիտենական Տիրոջ վերցնի։ Այո, ինքը կարա Տիրոջ խաղաղությունը ընդունի իր ներսում։ Ինքը կարա Տիրոջ արդարությունը ընդունի։ Ինքը կարա բժշկությունը ընդունի իր թե սրտի, թե ֆիզիկական։ Գիտես, մենք խոսում ենք Քրիստոսը ինչ ժառանգություն է մեզ տվել։ Եվ շատ կարևոր է նույնպես խոսակցության մեջ հասկանալ, փորձել հասկանալ, սիրելիներ, երբ որ սկսում ես զրուցել մարդու հետ, խոսալ ավետարանից, խոսակցության մեջ բռնկվել, հասկանալ մարդու կարիքը։ Գիտես, շատ կարևոր է հասկանալ մարդու ներսի հարցերը։ Ուղղակի, ինչպես քիչ առաջ ասացի, չխոսալ այն, ինչ որ դու գիտես, այլ փորձես տեսնես ուղղակի այդ մարդը ինչի կարիք ունի այդ պահին։ Միգուցե սրտով կոտրված է, կարիք ունի, որ դու Աստծո խոսքով քաջալերես։ Միգուցե ինչ որ իրավիճակի մեջ անհույս է, կարիք ունի, որ դու այդ պահին իրան Աստծո խոսքով հույս տաս, Աստծո խոստումներով հույս տաս։ Հա, տարբեր կարիքներ կարան լինեն մարդ։ Միգուցե մերժված է ինչ որ մեկից, մի կարևոր իր համար թանկ մարդուց կամ ինչ որ մի բանից մերժվածություն կա, փորձես իր արժեքը Աստծո խոսքով բարձրացնես եւ ցույց տաս ինքը ինչքան արժեքավոր է Աստծո առաջ։ Այսինքն խոսակցության ժամանակ փորձի հասկանալ ինչ կարգավիճակում է այդ մարդը, ինչի կարիք ունի, իր ներսը, ինչի կարիք ունի եւ փորձիր պատասխան տալ իր այդ կարիքին Աստծո խոսքով, Տիրոջ հոգով առաջնորդված։ Ամեն։ Մի ասա անգիրի նման այն ինչ որ գիտես ու թող գնա։ Փորձի այդ մարդուն ինչ որ բժշկություն բերես Աստծո խոսքով։ Հիշում եք Հիսուսը այդպես էր անում նույնպես։ Ավետարանում մենք տեսնում ենք Հիսուսը եկավ սամարացի կնոջ մոտ, ով որ
երջանկություն փնտրող մեկն էր, կյանքի իմաստ փնտրող մեկն էր եւ այսպես կոտրված մեկն էր եւ Հիսուսը եկավ շեշտը դրեց ամարացի կնոջ այդ բանի վրա, ասեց 5 մարդ ես ունեցել, են էլ որ հիմա ունես քո մարդը չի, այսինքն ես գիտեմ, ինչ էր ուզում Հիսուսն ասել, ոչ թե հանդիմանում էր, ուզում էր ասել ես գիտեմ, որ դու երջանկություն ես փնտրում, ես գիտեմ, որ դու ինչ որ մի մխիթարություն ես փնտրում ես կյանքի մեջ, ես եմ այդ ջուրը, եթե ինձանից խմես, չես հագենա, այսինքն կհագենաս, հավիտյան չես ծարավի, Հիսուսը տեսավ այդ կնոջ կարիքը եւ այդ տեսանկյունից մոտեցավ նրան։ Եթիոպիացին հիշում եք, երբ որ Փիլիպոսը ուղարկվեց քարոզելու, Եթիոպիացին Աստվածաշնչից հարցեր ուներ։ Այո, մարդիկ կան հոգևոր կյանքից, Աստվածաշնչից հարցեր ունեն։ Եվ Սուրբ Հոգին ասեց մոտեցի եւ իր հարցերի պատասխանները տու։ Մոտեցավ եւ Եթիոպիացի այդ իշխանին սկսեց իր հարցերի պատասխանները տալ։ Շատ կարևոր է հասկանալ այդ պահին ինչի կարիք ունի մարդը եւ իր հարցերին պատասխաններ փորձեր տալ։ Միգուցե ամեն պատասխան չկարողանաս տալ, բայց փորձի։ Ինչքանով որ կարող ես, ինչքանով որ Սուրբ Հոգին քեզ շնորհք կտա այդ պահին։ Եվ գիտես Աստծո խոսքը ասում է՝ մի մտածեք ինչ պիտի խոսակ, ոնց պիտի խոսակ, այլ այդ պահին Սուրբ Հոգին ձեզ կտա շնորհք։ Այդ պահին Սուրբ Հոգին ձեզ կտա խոսքեր։ Հալելույա, եւ վերջին կետին եմ ուզում գամ, երրորդ կետը, ինչպես մենք կարող ենք քարոզել ավետարանը, առաջինը մեր ապրելակերպով, երկրորդը խոսքով, քարոզչությունով եւ սրա մեջ մի բան եմ ուզում ասեմ, խոսքի քարոզչության մեջ, երբեմն մտածում ենք եւ կարող ես մտածել ասել, բայց ես Աստծո խոսքը տենց լավ չգիտեմ, ես տեղյակ չեմ, բա որ մի հատ հարց տա, բա որ մի հատ սենց անի, բա որ մի հատ տնենց անի, սիրելիս, ավետարանը աստվածաբանության դասընթաց չի, ավետարանը շատ պարզ է։ Ամեն, եթե դու Հիսուսին հանդիպել ու վերստին ծնվել ես, դու պոտենցիալ ավետարանիչ ես, դու կարաս ասես ուղակի այն ինչ որ Հիսուսը քո համար արել է, պետք չի աստվածաբանական դասընթացներ տալ մարդկանց ու պետք չի վախենալ կամ պետք չի արդարանալ ասել, գիտես ես լավ չգիտեմ Աստծո խոսքը, քարոզի այն ինչ որ Հիսուսը քո կյանքում արել է, հա, գիտես որ Հիսուսը մեղքերդ ներել է, Էդի ասա, գիտես որ Հիսուսը քեզ սիրում է, այդի ասա, գիտես որ հավիտենական կյանք է քեզ տվել, այդի ասա, պարզ հասարակ բաներ, ավետարանը շատ հասարակ է սիրելիս, ամեն։ Գնանք երրորդ կետին։ Ավետարանը քարոզել նույնպես գործի դնելով հոգևոր իշխանությունը եւ պարգևները։ Եկեք կարդանք Ղուկասի ավետարան 4-րդ գլուխ 18 խոսքը եկեք կարդանք, սա իհարկե Եսայա մարգարեի մարգարեությունն է, որ Հիսուսը կարդաց տաճարի մեջ, 18-րդ խոսքից այսպես ասում, Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու, ազատելով, Տիրոջ ընդունելու տարին քարոզելու։ Շատ կարևոր է նույնպես ավետարանը քարոզել գործի դնելով հոգևոր իշխանությունը եւ Սուրբ Հոգու պարգևները։ Այստեղ մենք կարդում ենք, որ Տիրոջ հոգին ինձ վրա է, նա ինձ օծել է եւ Տիրոջ հոգին ամեն մեկիս վրա է եւ մեզ օծել է եւ հետո շարունակությունը, որպիսի ասում ավետարանը քարոզեմ, սրտով կոտրվածներին բժշկեմ, գերիներին արձակեմ, հա, եւ մենք Մարկոսի ավետարանում սկզբից կարդացինք, որտեղ որ Հիսուսն ասում է գնացեք, քարոզեք ավետարանը եւ ովքեր որ հավատում են, այս նշանները կհետևեն, ասում է։ Լեզուներ կխոսակ, դևեր կքշեք, ձեր կդնեք, հիվանդները կբժշկվեն, մահադեղ թույն խմեք, ձեզ բան չի լինի, այսինքն ինչ էր ուզում ասել Հիսուսը, ես ձեզ տվել եմ իշխանություն։ Եվ մեզ վրա Տիրոջ հոգին է, մեր մեջ Տիրոջ հոգին է, մեզ վրա Տիրոջ օծությունն է, եւ գիտես շատ կարեւոր է ավետարանչության մեջ օգտագործել այդ իշխանությունը, օգտագործել այդ պարգևները, շատ հրաշալի է, երբ որ ավետարանչության ժամանակ
դու բաց ես լինում Սուրբ Հոգուն, եւ Սուրբ Հոգին քեզ տալիս է մարգարեական ինչ-որ խոսք դիմացինիդ համար։ Կամ Սուրբ Հոգին տալիս է գիտության պարգևը սկսում է գործել եւ գիտության խոսք է ստանում, նրա անցյալից կամ նրա ներկայից ինչ որ բան ես ասում եւ գիտես այդ մարդու սիրտը միանգամից հալվում է քո առաջ, պարգևներով սկսում ես ծառայել։ Այո, Հիսուսը շատ ծառայում էր պարգևներով։ Մենք բազմաթիվ տեղեր կարող ենք տեսնել, որ Հիսուսը Սուրբ Հոգու պարգևներով էր ծառայում։ Առաքյալները Գործք առաքելոցում կարդում ենք պարգևներով էին ծառայում։ Ավետարանը քարոզում էին պարգևներով, սիրելիս։ Երբ որ դու ավետարան ես քարոզում, դու մենակ չես։ Ամեն։ Դու մենակ չես, դա քո ինչ-որ փիլիսոփայությունը չի, դա քո գրված խոսքերը չեն, դա երկնքից Աստծո բերանի խոսքն է, եւ այդ խոսքը հենց Քրիստոսն է, եւ այդ խոսքի մեջ հենց կա զորություն ու իշխանություն։ Երբ որ դու ավետարան ես քարոզում, այդ զորությունը քո ներսում է եւ դու փոխանցում ես դիմացինիդ կյանքի մեջ։ Ամեն։ Գիտես, երբ որ քարոզում ես ինչ-որ մեկին, բաց եղի Սուրբ Հոգուն եւ կտեսնես ոնց է պարգևները սկսում քո միջոցով խոսալ, գործել։ Նույնպես գիտակցի այն իշխանությունը հոգու, որ դու ունես։ Եթե դիմացինը ինչ որ կարիք ունի, հավատքով աղոթք առաջարկի իր համար եւ հավատքով աղոթի, կլինի դա բժշկության համար, եթե հիվանդ է, առաջարկի աղոթել, եթե ցավեր ունի, առաջարկի աղոթել, եթե ինչ որ կապանքներ ունի, առաջարկի աղոթել, եթե ինչ որ ուրիշ խնդիրներ ունի, սիրելիս, որտեղ որ հրաշքի կարիք ունի, առաջարկի աղոթք եւ հավատքով աղոթի, Աստծո խոսքը ասում է արդարի աղոթքը ազդեցիկ է։ Ամեն։ Դու ունես իշխանություն, երբ որ քարոզում ես ավետարանը, այդ ավետարանի հեղինակը քո հետ է, քո մեջ է, դու ունես իշխանություն, եւ Մատթեոս 28-ում Հիսուսն ասում է, ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում եւ երկրի վրա, դրանից հետո ասում է, հիմա գնացեք, քարոզեք ավետարանը եւ ես ձեզ հետ կլինեմ ամեն օր։ Ամեն իշխանություն Հիսուսինն է եւ Հիսուսն ուզում է ասի, երբ որ գնաք ու քարոզեք ավետարանը, այդ իշխանությունը ես ձեր մեջ եմ դնելու։ Հալելույա։ Մի մոռացի քո իշխանության մասին, երբ որ քարոզում ես ավետարանը, սիրելիս։ Ամեն։ Դու իշխանություն ունես խավարի ուժերի վրա, դու իշխանություն ունես հիվանդությունների վրա, դու իշխանություն ունես իրավիճակների վրա։ Գործք առաքելոցում կարդում ենք առաքյալները քարոզում էին ավետարանը եւ Աստված գործակցում էր, գործակից էր լինում խոսքին, հրաշքներով եւ նշաններով։ Գիտես, շատ ժամանակ մենք ուզում ենք հրաշքներ, նշաններ տեսնել եկեղեցու մեջ, բայց ես ուզում եմ ասեմ, դրսում ավելի շատ հրաշքներ ու նշաններ կտեսնես, քան եկեղեցում, սիրելիս, որտեղ հրաշքներն ու նշանները սկսում են դրսևորվել ավետարանչության մեջ։ Ամեն։ Լիանային կասեք գա։ Կամ խնդրեմ փառաբանության խումբը ընդհանուր գաք, հա։ Եվ մենք մոտենում ենք ավարտին։ Հալելույա։ Ինչ որ բան վերցնում ես դու։ Կարևոր է այս խոսքը մեզ համար։ Ամեն։ Եկեք բացենք մի տեղ էլ կարդանք Երկրորդ Կորինթացիս թղթում 5:18 եւ միասին աղոթելու ենք տեսեք ինչ է ասում, շատ կարևոր խոսք է, տեղա, բայց այն ամենը Աստծուց է, որ մեզ իր հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի ձեռով եւ մեզ հաշտության պաշտոնը տվեց, որովհետև Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ նրանց հանցանքները չհամարեց, նրանց եւ հաշտության խոսքը մեր միջում դրավ, մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբրև թե Աստված է հորդորում մեզանով, աղաչում ենք Քրիստոսի տեղ, հաշտվեք Աստծո հետ։ Հալելույա։ Գիտես, հրաշալի պաշտոն է տվել մեզ Աստված, սիրելիներ։ Աստծո խոսքը ասում է, որ մեզ տրված է հաշտության
պաշտոնը։ Սա ամենազորավոր պաշտոններից մեկն է հոգևոր կյանքի մեջ։ Գիտես, դա այն նույն պաշտոնն է, որ Հիսուսն ուներ, որտեվ Հիսուսը եկավ որպես միջնորդ մարդու, Աստծո եւ մարդկանց մեջ, եւ հաշտության պաշտոնը իր մեջ կրելով մարդկությանը հաշտեցրեց Աստծո հետ։ Եվ Պողոս առաքյալը ասում է, ինչպես որ Աստված Քրիստոսով այդ գործը արեց, հիմա ասում է մեր միջոցով է այդ գործը անում եւ մեզ ա տվել հաշտության պաշտոնը, հալելույա։ Սա ուրախացնում է քեզ։ Երբեմն սիրելներ եկեղեցում ենք ինչ որ դիրքեր, պաշտոններ, սենց ճակերտավոր եմ ասում, փնտրում, ուզում։ Գիտես, Աստված ինձ ու քեզ տվել է բարձր պաշտոն, հաշտության պաշտոնը։ Եվ գնա այդ պաշտոնումդ սկսի փառավորել Աստծուն։ Ամեն։ Մարդկանց հաշտեցրու Աստծո հետ։ Մարդկանց մոտեցրու Քրիստոսին։ Ամենաբարձր պաշտոնն է, ամենազորավոր բանն է։ Սա այն նույն գործն է, ինչ որ Հիսուսն էր անում։ Եվ այս գործը, այս կոչումը Աստված տվել է ամեն մեկիս։ Գնացեք, քարոզեք ավետարանը։ Բոլոր ազգերին, գնացեք, քարոզեք ավետարանը։ Միթե ավելի մեծ պաշտոն կարանք ունենանք։ Միթե ավելի պատվավոր դիրք կարանք ունենանք։ Այն դիրքը, որ Հիսուսն ուներ, այդ նույն գործը մեզ ա վստահել, այդ նույն դիրքը մեզ ա տվել, նույն իշխանությունը մեզ ա տվել, ինչպես կարդացինք Աստված Քրիստոսում էր դա անում, այսօր ասում եմ մեր մեջ ա դա անում, մեր միջոցով ա դա անում։ Գիտես, ուզում եմ սա էլ ասեմ, երբ որ աղջիկը կինը, երեխա ա ծնում, ծննդաբերում, մի տեսակ սա հասունացնում է կնոջը, այդպես է թե չէ, կանայք ավելի լավ գիտեն։ Մի տեսակ հասունացնում է։ Ես ուզում եմ քեզ ասեմ, երբ որ հոգևորապես ծնունդներ ես սկսում տալ, նույնպես հոգևոր հասունություն է գալիս քո կյանքի մեջ։ Եվ սա ես փորձառաբար եմ ասում։ Երբ որ դու թույլ ես տալիս եւ Աստված քո միջոցով սկսում է մարդկանց փրկել, քո միջոցով սկսում է մարդկանց եւ դու պատճառ ես լինում, առիթ ես լինում մարդկանց Քրիստոսին բերելու, սիրելիներ, քո կյանքի մեջ սա հասունություն է բերում։ Քո հոգևոր կյանքը մի հատ զարմանալի ձևով փոխվում է։ Քո հավատքը զարմանալի ձևով աճում է, քո ներսիդ ուրախությունը, քո փոխհարաբերությունը Աստծո հետ ավելի ուժեղանում է։ Դու զարմանալի կերպով կտեսնես, որ հասունություն է գալիս հոգևոր քո կյանքի մեջ։ Եվ մենք հիմա մի քանի րոպե կերկրպագենք Աստծուն։ Եվ եկեք միասին, սիրելներ, ուղղակի խնդրիր Տիրոջը, եթե ավետարանչության կրակը քո ներսում մարել է, եթե այդ մասին չէիր էլ մտածում երկար ժամանակ է, գիտես իմ կյանքում էլ ա եղել պահեր, որ կարծես կորել է այդ կրակը, բայց երբ որ հասկանում ու գիտակցում եմ, ասում եմ, չէ Տեր, թույլ չտաս, հոգիների փրկությունը, սա ամենակարևոր բանն է։ Գիտես ես չեմ ուզում հովվական ծառայությամբ տարվեմ և հոգիների փրկությունը մոռանամ։ Եկեք կանգնենք ոտքի և եկեք մեր սրտերից բերենք այս աղոթքը Աստծո առաջ։ Հալելույա։ Արի իրար հետ աղոթենք, ուղղակի Աստծո առաջ բեր սիրտդ եւ ասա Տեր, վարի իմ ներսում այդ կրակը հոգիների փրկության։ Դիր իմ ներսում այդ փափագը հոգիների փրկության։ Գիտես, իրականում սա Աստծո սիրտն է, սիրելիներ։ Աստծո սիրտն է։ Գիտես, Աստծո սրտում ինչ է հիմա վառվում ամենաշատը հոգիների փրկությունը։ Որտեվ Աստծո խոսքը ասում է, որ Տերը չի ուշացնում իր գալուստը, ինչպես որ ոմանք կարծում են, այլ ասում է երկայնամիտ է, որպեսզի շատերը փրկվեն։
Աստծո ներսում վառվում է կարծես հոգիների փրկությունը, որ ավելի շատ մարդիկ ճանաչեն իրան, գան իրան, վերստին ծնվեն, Քրիստոսի գործը կարծես պտուղ տա ավելի շատ հոգիների համար։ Եվ երբ որ դու լցվում ես այս փափագով ու այս կրակով, իրականում դու սկսում ես կրել քո մեջ Աստծո սիրտը, այն ինչ որ Տիրոջ սրտում է, կարծես գալիս է քո սրտի մեջ։ Եվ դու եւ Հայրը միաբան եք լինում։ Դու եւ Հայրը մի ուղղությամբ եք սկսում նայել։ Դու եւ Հայրը նույն ձևով եք սկսում մտածել։ Սա քեզ միաբանում է Հոր հետ։ Սա քեզ միաբանում է Աստծո հետ։ Դանիելի գիրքը ասում է մենք չենք կարդա, բայց կա մի զորավոր բան Դանիելի գրքում։ Ասում է եւ շատերը, ես իմ բառերով եմ ասում մոտավորապես, Դանիելի գիրքը խոսում է հավիտենության մասին եւ ասում է շատերը, ասում է իմաստունների պես կփայլեն, արևի պես, աստղերի պես ասում է կփայլեն, ինչպես իմաստուններ, որոնք որ շատերին դեպի արդարությունը առաջնորդեցին։ Հալելույա։ Գիտես կա յուրահատուկ պսակ են մարդկանց համար, ես հավատում եմ երկնքում, որոնց միջոցով որ մարդիկ փրկվել են, որոնց միջոցով որ մարդիկ դարձի են եկել, յուրահատուկ վարձք եւ յուրահատուկ պսակ կա սիրելներ։ Հալելույա։ Արի թույլ տանք, որ Սուրբ Հոգին Աստված այն ինչ որ իր սրտի մեջ է, կարողանա երկնքից իջացնել ու բերել քո սրտի մեջ։ Ամեն։ Կուզես վառվել այն նույն բանով, ինչով որ Աստված է վառվում։ Կուզես Տերը քեզ վստահի այն բաները, ինչ որ իր սրտում կա։ Քո սրտի մեջ էլ այդ բեռը դնի։ Քո սրտի մեջ էլ այդ ծարավը, այդ փափագը, այդ կրակը վառի, բոցավառի քո ներսում էլ սիրելիս։ Ես երբեմն ավետարանը շատ այսպես կամ հավատքի կյանքը շատ էգոիստաբար ենք նայում, ինչ կարա Աստված անի մեզ համար, ինչ ունի Աստված իմ համար անելու, ինչ կարա տա ինձ Աստված, եւ այդ ամեն ինչը հրաշալի է, բայց գիտես շատ կարեւոր է, որ դու նույնպես մտածես Աստծո արքայության մասին, Աստծո արքայության շահերի մասին, եւ սա այն տեղն է, որտեղ Հիսուսն ասում էր. «Փնտրիր իմ արքայությունը եւ մնացած բաները քեզ կտրվի»։ Այո, փնտրիր Աստծո արքայությունը։ Աստծո արքայությունը փնտրելը նույնպես սա է, որ դու գնաս կորսված հոգիների հետևից, որ դու աղոթես կորսված հոգիների համար, որ դու քարոզես ավետարանը կորսված հոգիներին սիրելիս, դրանով դու կառուցում ես Աստծո արքայությունը եւ ես վստահաբար ասում եմ քեզ, Աստված կկառուցի շատ բաներ քո կյանքի մեջ։ Ամեն։ Թող սա լինի աղոթքը ամեն մեկիս։ Թող սա լինի աղոթքը ամեն մեկիս համար։ Ասա Տեր, ես ուզում եմ այս տարվա մեջ մի հոգի գոնե, մի հոգի կարողանամ բերեմ Քրիստոսին։ Պատկերացնում եք, եթե մինչև տարվա վերջ ամեն մեկս մի հոգի բերեն Քրիստոսին։ Հալելույա։ Հալելույա։ Եվ գիտես, ուզում եմ նույնպես սա էլ ասեմ ու միասին երկրպագենք, աղոթենք մի քանի րոպե։ Մենք մեր հիմնական տեսիլքը հայերն են, չէ, այդպես այդ մեր եկեղեցու հիմնական տեսիլքը հայությունն է, հայազգն է։ Եվ մենք գիտենք հազարավոր հայեր կան Ստրասբուրգում, չգիտեմ, մեկն ասում է 15000, 20000, 25000։ Բայց եթե նայենք անգամ 10-անորդը այդ հայերի Քրիստոսին հետ չի, Քրիստոսի մեջ չի, բոլոր եկեղեցիները վերցրած ես քաղաքի։ Սա ցույց է տալիս սիրելներ, որ ես ու դու դեռ անելիք ունենք։ Ամեն։ Ես ու դու դեռ անելիք ունենք։ Շատ անելիք ունենք։ Եվ նույնպես ոչ թե միայն հայերի համար, այլ նույնպես մենք կանչված ենք ազգերի համար։ Ես հավատում եմ մի կենտրոնաց, իհարկե հայերը մնում են մեր տեսիլքի մեջ, մեր առաջնային տեսիլքը, բայց նույնպես Աստված կարա քեզ օգտագործի ուրիշ ազգերի համար։ Աստված կարա քեզ օգտագործի ֆրանսիացիների համար, մուսուլմանների համար, արաբների համար, չգիտեմ, տարբեր ազգերի համար, սիրելներ։
Աստված կարա քեզ օգտագործի, որտեվ Հիսուսը բոլորի համար է։ Ամեն, եւ բոլորը Հիսուսի կարիքը ունեն։ Եվ Հիսուսն իր պատվերի մեջ ասում է գնացեք բոլոր ազգերին քարոզեք։ Բոլոր ազգերին քարոզեք։ Այո, մենք առանձնացնում ենք, որտեվ մենք հայ ենք, մենք ուզում ենք մեր ազգի փրկությունը եւ դա մնում է մեր առաջնային տեսիլքը, բայց նույնպես մենք կանչված ենք բոլոր ազգերին քարոզելու։ Չսահմանափակես սիրելիս քեզ միայն հայերի մեջ։ Խնդիր առիթ ու նաեւ ուրիշ ազգերին քարոզելու։ Ամեն, հատկապես եթե լեզվի խնդիր չունես, ավետարանը շատ պարզ է, շատ պարզ ձևով կարաս փոխանցես Աստծո սերը։ Հալելույա, եկեք երկրպագենք նրան։ Հալելույա, հալելույա։ Սիրելի Հայր, մեծարում ենք քեզ։ Շնորհակալ ենք Հիսուս, ողջ փառքը քեզ ենք տալիս։ Գոհանում ենք քեզ Տեր, օրհնում ենք քեզ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու գին վճարեցիր, որ ավետարանը հասնի մեզ, որ ավետարանը մենք ընդունենք Տեր, որ ավետարանով փրկվենք Տեր իմ Աստված։ Դու ես այդ փրկությունը, դու վճարեցիր այդ գինը, եւ ես աղոթում եմ Հայր ամեն մեկիս համար, այստեղ ամեն մեկի համար խնդրում եմ Տեր, որպեսզի արթնացնես այդ կրակը, բարձրացնես ու բորբոքես այդ կրակը ամեն մեկի ներսում Հայր, Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Hallelujah, hallelujah. Սիրտս ելիս Աստծո առաջ, արի Տիրոջ առաջ, բեր բարձրացիր քո շուրթերը, ասա Տեր, վառիր իմ մեջ այդ կրակը, ամեն խանգարող բան հեռացրա, ամեն վախեր, ամեն ամոթներ հեռացրա ինձանից Տեր, եւ թող ես լինեմ Հիսուսի անուշահոտությունը, թող կարողանամ քարոզել ավետարանը իմ կյանքով, իմ ապրելակերպով, իմ խոսքերով, իմ շուրթերով, դուր ինձ Տեր, որպեսզի ես կարողանամ հոգիներ շահել քո համար, դուր որ կարողանամ շատերին մոտեցնել քո շնորհքի գահին, շատերի համար պատճառ լինեմ ապաշխարության, դարձի գալու, ճանաչելու քեզ Տեր, հալելույա, վառիր իմ մեջ ես կրակը, դիր իմ ներսում ես փափագը Տեր, թող իմ շուրթերը չփակվեն Տեր, ավետարանը քարոզելուց։ Լցրու համարձակությունով Տեր, լցրու ամեն մեկից Տեր իմ Աստված, հալելույա, Տեր Հիսուս դու ասացիր կառնեք զորություն կստանաք երկնքից եւ իմ վկաները կլինեք ամեն տեղ մինչեւ աշխարհի ծայրերը, հալելույա, զորացրու հոգովը Տեր, որպեսզի ամեն մեկս կարողանանք վկայել քո փառքի մասին, քո սիրո մասին, քո փրկության մասին Տեր, հալելույա, հալելույա, արթնացրու Տեր, փչիր այդ արթնության շունչը այս եկեղեցուն, թող այս եկեղեցին լինի ավետարանը քարոզող եկեղեցի, թող այս եկեղեցին լինի քո խոսքը տարածող եկեղեցի, Հիսուսի զորավոր անունով, հալելույա, 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 Ուզում եմ հանդիպեք ես Տեր, ուզում եմ հանդիպեք ես Տեր, երբ այցելում ես Տեր, ուզում եմ հանդիպեք ես Տեր, ուզում եմ հանդիպեք ես Տեր, ուզում եմ հանդիպեք ես Տեր, երբ այցելում ես Տեր, ուզում եմ հանդիպեք ես Տեր, ուզում եմ
Շնորհակալ ենք, շնորհակալ ենք Սուրբ Հոգու զորության համար, Սուրբ Հոգու զորության համար, Սուրբ Հոգու զորության համար, Սուրբ Հոգու զորության համար, Հալելույա, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, թող սկսվի նոր սեզոն Տեր եկեղեցու համար, թող սկսվի նոր սեզոն Տեր, նոր սեզոն, նոր ժամանակահատված Տեր, որտեղ որ քո խոսքը, քո ավետարանը զորությունով կքարոզվի, զորությունով կքարոզվի, ամեն մեկի կողմից, ամեն մեկի կյանքից, ամեն մեկի շուրթերից Տեր, հալելույա Տեր, այո մենք խնդրում ենք ազգերը Տեր, մենք խնդրում ենք խավարում պահված գանձերը Հայր, Հիսուսի անունով, որպիսի մենք լինենք միջոցներ Տեր, որպիսի մենք լինենք Տեր, որպես քո որդիները, որոնք որ քո լույսը կտարածեն եւ շատերը կդառնան քեզ եւ կճանաչեն քեզ։ Հալելույա Տեր։ Հալելույա, մենք խոսում ենք, ես խոսում եմ, ես հրճակում եմ, ես մարգարեանում եմ նոր ժամանակաշրջան եկեղեցու վրա, ավետարանչության, ավետարանը քարոզելու, ավետարանը փոխանցելու, ավետարանը տարածելու, Տեր իմ Աստված, հալելույա, բարձրացրու սրտերը, բարձրացրու սրտերը, վառիր սրտերը, բորբոքիր սրտերը, Տեր, ավետարանը քարոզելու Տեր իմ Աստված, այն հոգիները, որոնք սպասում են Աստծո որդիների հայտնությանը, թող տեսնեն քո փառքը, քո որդիների միջոցով, եկեղեցու միջոցով, Հայր, հալելույա, շնորհակալ ենք Տեր, այս նոր էտապի համար, այս նոր փուլի համար, այս նոր սեզոնի համար, որտեղ դու բարձրացնում ես եկեղեցին Տեր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք Հայր, այն հոգիները, որոնք փրկվելու են, որոնք ապաշխարելու են, որոնք դարձի են գալու, որոնք ճանաչելու են քեզ, որոնք հաստատվելու են եկեղեցում, որոնք ծառայելու են քեզ, որոնք երկրպագելու են քեզ, մենք ողջ փառքը քեզ ենք տալի, շնորհակալ ենք այդ հոգիների համար, շնորհակալ ենք այդ բազմության համար, այդ հոսքի համար Տեր, օ քեզ լինի փառքը, քեզ լինի մեծարանքը, հալելույա, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, Սուրբ Հոգի, այն ինչ որ դու անում ես, այն ինչ որ դու անում ես Տեր, քո փառքի համար է, մենք ողջ փառքը քեզ ենք ուղում, մենք ողջ փառքը քեզ ենք բարձրացնում Տեր, Հիսուսի անունով, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, փառք, պատիվ ու մեծարան քեզ լինի, Հիսուս Քրիստոսի փառավոր ու սուրբ անունով, ամեն, ամեն, հալելույա, հալելույա, Տերը թող օրհնի ամեն մեկից սիրելներ, վերցրու ուղղակի խնդրանքս է, որ վերցնես այս խոսքը եւ աղոթես սրա համար եւ գործի դնես սա եւ քայլես այս խոսքով ու ապրես այս խոսքով, ամեն, հալելույա, օրհնված շաբաթ ամեն մեկիդ։